չունի անելու։ Ինքը մի հատ դա որոշել է, որ իբրև թե ես 18 թիվ իրեն ասել են այդ բանը դիր գլխիդ գնա տենց պատտվի, մեկ էլ ասել են գնա հայ ժողովրդի սարսափեցրու պատերազմում։ Քանի որ քեզ տեսնում են արդեն հայ ժողովուրդը հասկանում է, որ պատերազմ է։ Հիմա հայ ժողովուրդը հենց իրեն տեսնում է, գիտի որ ես բերում եմ ես պատերազմ է, արդեն այդ գիտի։ Հիմա ինքը ինչքան ուզում է խոսի, ես այսինքն ի՞նչ է նշանակում, ասում է ես չունեմ պատերազմ։ Լավ, ուրեմն հիմա պատերազմ ասեն շատ կարևոր է, ես ուզում եմ ասել։ Ժողովուրդ պատերազմ չի լինելու։ Հիմա ասեմ ինչա սրա մտքի այսպես թրիչկը, ուրա գնում։ Նիկոլը մնա չի լինելու։ Հիմա նայեք։ Հիմա նայեք։ Այո։ Նիկոլը նախ չպիտի մնա, ես պլան B չկա։ Ընդդիմությունը պիտի իրեն հոգեբանորեն պատրաստի, պլան B չի լինելու։ Վերջ։ Այսինքն այսօր ընդդիմությունը Հայաստանի քաղաքացիները, արժանապատիվ քաղաքացիները դատապարտված են հաղթելու։ Այլ ընտրանք չունենք։ Հակառակ դեպքում մենք պարտվում ենք Ադրբեջան, Թուրքիան, Նիկոլին չենք պարտվում։ Այսինքն այդ երկինն է գալու ստեղ գրավի։ Հիմա իրականում ինչ ասելա պատերազմ։ Հիշեք 44 օրյայի մասին երկար ձիգ ավարտվեց եւ ինչպես կասեր Գոհարը Պապիկյան, այս բանը ուրեմն ասեց մենք կռվի մասին մի քանի օր առաջ ենք իմացել 44 օրյայի մասին է, խոսքս Նիկոլի մասին է։ Ուրեմն հետախուզություն, զորքերի կուտակում, ռադիոէլեկտրային պայքարի միջոցների օգտագործում, հետախուզություն գետնի վրա, ոչ լեգալ հետախուզություն, դաշնակիցներ եւ այլն։ Այս բոլորի արդյունքում ընդամենը մի քանի օր առաջ է Հայաստանի այսպես կոչված իշխանությունը ըստ Փաշինյանի իմանում որ պատերազմ լինելու մի քանի օր առաջ։ Հիմա ուշադրություն դարձեք, ոչ ավել, ոչ պակաս 6 ամիս առաջ Փաշինյանը իմանում է որ Ադրբեջանը պլանավորել է Հայաստանի վրա հարձակում։ Կապ չունի ինչ պայմանով, բայց պատերազմ լինելու։ Հիմա Ալիևը նստած ասում է այ շուստի է, այդ տնումս ինչ կադր ունեմ Հայաստանում։ Հաստատ Շահին Մուստաֆայևին որ նշանակեին վարչապետ, չէր անեն ինչ որ Նիկոլն անում։ Ուրեմն բացառվում է որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշի 6 ամիս հետո, հիմա որոշի 6 ամիս հետո Հայաստանի հետ պատերազմում է, սա բացառում է, սա մեկ, երկրորդ Այդ Հայաստանի հատուկ ծառայությունները Քրիստինե Գրիգորյանի առաջնորդությամբ պարզում է Ադրբեջանը որոշել է, ընդդեղից էլ մեր հետախույզները այդ ինֆորմացիան բերել են։ Պատկերացնում ես, այդ քիչա բերել են, տվել են Նիկոլին, այդ քիչա Նիկոլը հրապարակավ Ալիևին ասում է, լսի, ես գիտեմ որ դու կռիվ ես անում։ 6 ամիս հետո դու անելու ես, ես գիտեմ դրա մասին։ Չէ՞ դուրդում են ասում։ Հիմա իրականությունը հետևյալն է։ Ոչ մի պատերազմ չի լինելու, ինչ եմ հիմնավորում։ Այդ 6 ամիս որ ասում է, ինքը ակնած սուտ է ասում։ Ադրբեջանը ոչ մի բան չի պլանավորել, ինչ կարող է լինել ընտրությունների նախաշեմին կամ հետո, սա ինչ է հաշվարկել։ Իդեպ ասեմ մեր տարածաշրջանում ոչ Ալիևը, ոչ Էրդողանը իրավունք չունեն պատերազմ սկսելու, վստահաբար եմ ասում։ Մինչև նվազագույնը մի ժամանակ Բրիտանիա, իսկ հիմա Միացյալ Նահանգների դաբրոն չլինի։ Էլ չեմ ասում, դե Միացյալ Նահանգներ Իսրայելով Էլ չեմ ասում, որ այդ մի կողմից, իսկ մյուս կողմից Ռուսաստան-Իրանի գործունը կա։ Այսինքն այնպես չի, որ հայ-ադրբեջանական պատերազմ է լինում։ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Իրանի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի ղեկավարները քնած են չեն իմանում, որ պատերազմ է լինում, Ադրբեջանը հարձակվում Հայաստանի վրա։ Այդպես էլի ժողովուրդ։ Սրանց թվում է արևածաղիկ չրթելն է պատերազմը։ Ուրեմն նախ պատերազմի որոշումը չի կայացում ոչ Բաքվում, ոչ էլ Անկարայում։ Հետևաբար, եթե նման որոշում չի կայացում եւ Փաշինյանը նման բան ասում, ինչի հիման վրա է, իսկ ինքը որտեղ է տենց վստահաբար, որ կարա լինի։ Մի վստահելի բան կա, Անժելա, քայլ կա։ Երբ ընտրություններում սա պարտվում է, գիշերը հաշվում է, գիտեք ինչ է անում։ Ինքը այսօր տենց է մտածել, ճիշտ այդ բանը որ ասել է։ Ամենայն հավանականությամբ հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով գնալու են սադրանքներ։ Բայց սադրանքները ադրբեջանական կողմից չեն գնալու, մեր կողմից։ Որովհետեւ Ադրբեջանին իրավունք տրվի, հիմնավորում տրվի, այդ բոլորը նկարվի, որ Ադրբեջանը միջազգային հարությանը, տարածաշրջանում շահ ունեցող պետություններին հիմնավորի, որ տեսեք Հայաստանի վրա հարձակվեց։ Ես էլ դիմում եմ ինքնապաշտպանության, ունեմ իրավունքը, ունի իրավունքը։ Այսինքն եթե Նիկոլը տեսնի, որ չի ընտրվում, հիմա նայ Ադրբեջանը պատերազմ չի անելու, եկեք այսպես, Ադրբեջանը պատերազմ չի անելու։ Կամ լավ ընտրությունների, ես ասում ընտրությունների հետ կապված, եթե Ադրբեջանը մեր հետ չի պատերազմելու,
Կամ եթե տեսականորեն Ադրբեջան Նիկոլը չի ընտրվում 3 ամիս դեռևս կա չէ ըստ Նիկոլի 6 ամիս ասում սեպտեմբեր ասում չէ այսինքն հուլիս օգոստոս սեպտեմբեր ինչ է կարծում այդ 3 ամիս հետո Հայաստանի նոր իշխանությունները չեն ձեռնարկի կոնկրետ քայլեր որպեսզի Ադրբեջանի մտքով անգամ մտքի ծայրով չանցնի որ Հայաստանի նկատմամբ ագրեսիան վստահաբար ամեն քայլ դա նույնիսկ մի շաբաթում կարելի է ձեռնարկել հետեաբար սրա այս 6 ամիս կամ սեպտեմբերին սեպտեմբերը ինքը մինչև սեպտեմբեր էս բայց 6 ամիս է ուրեմն այս բոլորի բլեֆի իմաստը որն է որ Ադրբեջանը 6 ամիս հետո էր մտածել բայց դե հիմա թարսի պես 3 ամիս հետո է անում Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակման միակ ձևը, միակ հիմնավորումը Ադրբեջանի նախագահը պետք է հաշվետու լինի առնվազն Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների առաջ թե ինքը ինչու է Հայաստանի վրա հարձակվում։ Հաշվետվությամբ պետք է հիմնավորում լինի, իսկ հիմնավորման միակ ձևը, երբ որ ինքը հիմնավորի ցույց տա, որ հայկական զինուժը շփման գծի ամբողջ երկայնքով հասնում է հարձակման։ Տեսանկարահանած կարող է իրանց սառնանեց բերեն մարդիկ թափեն զոհված եւ այլն հետակոծություն հրթիռակոծություն Ալիևն էլ սովորաբար նույնիսկ այդ դեպքում շատ դժվար է որ ինքը գործողություններ սկսի կարող է սահմանային կրակոցներ լինեն բայց պատերազմ որի նպատակը լինի Երևան մտնելը Ալիևի համար շատ դժվար է ասեմ դες նույնիսկ այդ դեպքում ես կարծում եմ սրա ուշքու միտքը հետեւյալն նախ մարդկանց վախեցնել Այս վախեցնելը եթե չանցան ինքը իր մտքի ծայրով մտածել է ոնց անենք որ Ալիևը հարձակվի նույնիսկ եթե ինքը զանգի Ալիևին ասի հարձակվի Ալիևը ասի դու ապուշ ես ինչ հարձակվել ես ոչ Ռուսաստանի համաձայնությունն եմ ոչ Միացյալ Նահանգների ոչ Իրանի ընդ որում այս Իրանի պատերազմները որ վերջացավ Միացյալ Նահանգները ամենայն հավանականությամբ դες այս այդ հարցը որտեղ պատասխանեմ ճապուկները արդեն սկսել են կապել եւ հետաբար այստեղ պատերազմի հավանականությունը եթե այս Իրանի դեմ ռազմական գործողություններ կանգնում են համարյա 0-անում է։ Ես վստահաբար եմ ասում, որովհետև Միացյալ Նահանգները ստեղից մակարվում է։ Եվ այստեղից հաջորդը ուրեմն եթե Ադրբեջանը չի հարձակվելու, որի իրավունքը ինքը չունի, նույնիսկ Հայաստանը եթե սադրի այնպես, որ Ադրբեջանը հիմնավորումն է, որ Հայաստանի վրա հարձակում լինի, նույնիսկ այդ պարագայում Ալիևը չի անի։ Հետաբար այստեղից ես բարձ հետևություն եմ, ոչ պատերազմում չի լինելու։ Այս այն ինչ որ հիմա մեր մոտ է տեղի ունենում, պատերազմի հավանականությունը համարյա